Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացման հարցեր։ Անդրադարձել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին, փոխկապակցվածությանը, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումներին, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաեւ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ Եվրամիության ավիացիոն սև ցուցակից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները Հայաստանի կողմից արված են, թերությունները վերացված են։ Այս մասին Armenpress-ին հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, անդրադառնալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոսի ԵՄ ավիացիոն սև ցուցակում Հայաստանի գտնվելու մասին մեկնաբանություններին։ Նշվում է, որ բոլոր հիմնական թերությունները վերացվել են, երկարաժամկետ աշխատանք պահանջող հարցերն ընթացքի մեջ են։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կհարցաքննվի Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Թե ինչ կապ ունի Արցախի նախագահը Գալստանյանի եւ գործով անցնող մյուս ամբաստանյալների նրանց առաջադրված մեղադրանքների հետ, այս պահին մանրամասներ չկան։ Հայաստանում սեզոնային վիրուսների ակտիվացմամբ պայմանավորված շրջանառվում են գրիպ H3N2 տիպի վիրուսները, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ախտանշաններն են բարձր ջերմություն, հազ, քթահոսություն, մկանահոդացավ։ Շրջանառվում են նաև ռինո, բոկա, ադենովիրուսներ եւ պարագրիպի հարուցիչները։ Նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում ներդրվել է համաճարակային ֆիլտր, որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ նրա փեսայի Ջարեդ Քուշների հետ, բանակցելու ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցություններից հետո ասել է, որ Մոսկվան ստացել է եւս 4 փաստաթուղթ ԱՄՆ-ի նախնական խաղաղության ծրագրից բացի։ Ըստ նրա, Պուտինը չի թաքցրել Վաշինգտոնի մի շարք առաջարկների նկատմամբ քննադատական եւ նույնիսկ բացասական վերաբերմունքը։ Ռուսական կողմի պնդմամբ հանդիպման ժամանակ նաեւ կոնկրետ տարածքային հարցեր են քննարկվել, փոխզիջումային տարբերակ չի գտնվել։ Եվրոպական խորհրդի եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտյան նախնական համաձայնության են եկել մինչեւ 2027 թվականը ռուսական բնական գազի ներմուծումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։ Եվրոպան այլևս չի ենթարկվի էներգետիկ շանտաժի եւ տնտեսական կախվածության, հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։ Եվրամիությունը ռուսական բնական գազից հրաժարվելու եղանակներ է սկսել փնտրել, երբ Ռուսաստանը 2022 թվականի գարնանը կտրուկ կրճատել է Եվրոպային գազի մատակարարումը, փորձելով ազդել ԵՄ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա։ Դեկտեմբերի 3-ին ժամը 9-ի դրությամբ արտաշատ Արարատ երասխավտոճանապարհին M5 միջպետական ճանապարհի Էջմիածնի տարածաշրջանի 11-րդից մինչև 15-րդ կիլոմետր հատվածում եւ Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։ Վարդենյանց Լեռնանցքում Աբովյանի, Սևանի, Գավառի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։